Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին խոսելու ենք հայկական երկաթուղու ճակատագրի մասին եւ այն ապագայի, որը սպասվում է այդ ուղղությամբ։ Օրերս վարչապետ Փաշինյանը կարևոր հայտարարություն է արել եւ ասել է, որ Հայաստանը դեմ չի, որ Ղազախստանը գնի ռուսական կոնստիտուցիոն իրավունքները հայկական երկաթուղու առումով, եթե Ռուսաստանը նաև համաձայնվի եւ փոխանցի Ղազախստանին իր այլ իրավունքները։ Ես ուզում եմ, որ այսօր ձեր հետ միասին մենք այս թեմայի մասին մանրամասն խոսենք։ Թեման շատ կարևոր է, համոզված եմ, բոլորը շատ լավ հասկանում է, թե ինչ մեծ նշանակություն ունի, պետք է այստեղ բացատրել, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում, ինչ կապ ունի այդ ամենը խաղաղության օրակարգի հետ, ինչ հնարավորություններ կարող է տալ, արդյոք մեզ ձեռ է տալի, թե չէ Ղազախստանի կողմից կոնստիտուցիոն իրավունքների գնումը, ինչ կարող է ներառել, այսինքն բազմաշերտ հարց է եւ գուցե այս հարցը այդքան ակտիվ չի քննարկվել, բայց իր կարևորությունը դրանով չի նվազում։ Եվ ես նաև տեսնելով, որ հայկական վերլուծական դաշտում փաստացի այս թեմային անդրադարձ ես չեմ նկատել, համարում եմ կարևոր, որ այսօր ձեր հետ միասին մենք քննարկենք այս հարցը։ Եվ արեք սկսենք առաջերտին նրանից, որ վարչապետ Փաշինյանի այդ հայտարարությունները գալիս են վերջի իր զանգի հետո նաև Ռուսաստան։ Վլադիմիր Պուտինի հետ էր խոսացել վարչապետ Փաշինյանը, ինչպես հիշում եք, եւ նույնիսկ նախաձեռնել է հանդիպում եւ ենթադրում եմ, որ մոտակա ժամանակահատվածում Փաշինյանը կմեկնի նաև Ռուսաստան այն նպատակով, որ հանդիպի Վլադիմիր Պուտինին։ Իհարկե ես կապում եմ այդ երկու գործընթացը իրար հետ, որովհետև հիշում եք, վարչապետ Փաշինյանը դեկտեմբերին էր կարծեմ, որ հանդիպեց Սանկտ Պետերբուրգում ուրեմն Պուտինի հետ, եւ այդ ժամանակ տարբեր գնահատականներ կային հայկական դաշտից, քաղաքական, վերլուծական, ես հստակ ձեզ ասացի, որ այդ հանդիպումը կոնկրետ կապված էր ուրեմն երկաթուղու հարցի հետ եւ իրոք պարզվեց, որ երկաթուղու հարցները այնինչ քննարկվել էր, այսինքն Հայաստանը օրակարգ դրեց երկաթուղու, հիշում եք, Իջևան-Ղազախ հատվածը, Գյումրի-Կարս հատվածը, նաև ուրեմն Երասք-Սադարակ հատվածը երկաթուղու վերականգնումը, որը շատ կարևոր դեր ունի, հատկապես հաշվի առնելով իրանական պատերազմը եւ հաշվի առնելով, որ TRIP ծրագիրը օբյեկտիվ պատճառներով կարելի ասել չի հետաձգվել, բայց առնվազն այս պահի դրությամբ իրատեսական չէ որևէ այդտեղ աշխատանքներ սկսելը, մինչև պատերազմի հանգուցալուծումը տեղի չունենա, ուստի Հայաստանի համար շատ ավելի հետաքրքիր է հենց մնացած հատվածում, այսինքն Երևանով անցնող այդ երկաթուղին վերականգնելը եւ աշխատեցնելը։ Իհարկե, ես պետք է ընդգծեմ եւ դրա մասին խոսել եմ նաեւ ձեր հետ, որ սա մեզ շատ է ձեռ տալի, այսինքն միջև տրիպը, որ Հայաստանի տարածքով երկաթուղին սկսի աշխատել գործողը, դա իրոք Հայաստանի շահերի մեջ է մտնում, դրա բազմաթիվ պատճառներ կան, ես համարում եմ, որ ով հասկանում է առանց իմ մանրամասների էլ կհասկանա, թե ինչ ես նկատի ունեմ, եւ ես անհրաժեշտ չի, որ ամեն ինչ այսպես բարձրաձայն հանրային ասեմ, որովհետեւ ի վերջո այսօր խնդիր չէ որևէ բան թարգմանելը, որևէ բան ընկալելը եւ ուղղակի պարզ եմ ասում, որ մեզ ձեռ է տալի, որ միջև տրիպ նույնիսկ ուրիշ ուղիները եւ ճանապարհները բացվեն, սրա մեջ որևէ գաղտնիք չկա եւ այդ առումով երկաթուղինել է ձեռ տալի, ինչպես նաեւ Գորիսից մինչև Մարգարա եկող նաև այդ ճանապարհը, որ Հայաստանը բազում անգամ առաջարկել է, եւ ուստի հիմա մենք մի քանի խնդիր ունենք այս առումով։ Առաջի խնդիրը վերաբերվում է նրան, որ Ռուսաստանի երկաթուղին գտնվում է պատժամիջոցների տակ, եւ այդ պատժամիջոցների պատճառով շատ լուրջ խնդիրներ ունի, այդ թվում տնտեսական եւ այլն, հենց ռուսական երկաթուղին։ Եվ իր հնարավորությունները իրոք սահմանափակ են, այսինքն հիմա իրանք ոչ ներդրումներ կատարելու, ոչ ուրիշ ուղղությամբ պատրաստ չեն որևէ քայլ անելու, բայց վերականգնել այդ փոքր հատվածները խնդիր չէ իհարկե նաև իրանց համար եւ իրանք դա կարող են կազմակերպել։ Հարցը քաղաքական է, Օվերչուկը հիշում եք, փող վարչապետն է Ռուսաստանի հայտարարել էր, որ իրանք պատրաստ են վերականգնել երկաթուղին, այսինքն խնդիր չկա այդ առումով, բայց իրականում մի բան է, որ իրանք հայտարարում են դա եւ երկրորդն է, որ չեն անում։ Դա է ամենակարևորը։
Չեն անում, ձգում են այդ իրավիճակը, որովհետև մենք ձեր հետ միասին քննարկեցինք նաև վերջի օրերի ընթացքում, որ իրանց գլխավոր ներկայացուցիչներից եւ գործակալներից մեկը Հայաստանում առաջարկում է ուրեմն Աբխազիայի երկաթուղու վերականգնումը եւ այդպես Ռուսաստանի հետ կապը, այսինքն հայ-ադրբեջանական, հայ-թուրքական ապաշրջափակման խափանումը, որը նաև մեզ նորից հակամարտության տրամաբանության մեջ կվերադարձնի, որովհետև լոգիստիկ կապերի բացումը տալու է Հայաստանին առավելություններ, կախվածություններ եւ փոխշահավետ հարաբերությունների ձևավորում, բացի դրանից Հայաստանը կենսական դեր կխաղա այդ առումով ուրեմն արևելք-արևմուտք, արևմուտք-արևելք այդ շղթայում եւ կապում լոգիստիկ, այլ ոչ թե այն առումով, ինչ հիմա է տեղի ունենում, այսինքն ինչ Քոչարյանը առաջարկում է, որ լինի Ռուսաստանի եւ Իրանի միջև կապող փաստացի այսպիսի շղթա, այսինքն մեր հյուսիս-հարավն էլ իրականում Իրան, խոսքին Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Եվրոպա ճանապարհն է, այլ ոչ թե Իրան-Ռուսաստան ճանապարհ կապ ապահովելը, որը Ռուսաստանի համար շատ հետաքրքիր կլիներ, հարգելի այնակիցներ, տեսեք պատճառը։ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակաբար սրվում են, Ադրբեջանը եւ թուրքական պետությունները իրանց սեփական օրակարգ ունեն, ուստի Իրանի հետ գլխավոր կապը ինչպես Կասպից ծովով է, այդպես էլ կարա լինի Վրաստանի եւ Հայաստանի միջոցով։ Եվ տեսեք հիմա այստեղ ռազմավարական նպատակը Կասպից ծովով անցնող նաեւ մատակարարումները հայտնվում են ուրեմն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածների տակ։ Եվ այդ հարվածները նաև ուրեմն Բանդար Էմզելի խոսքին կոչվող նավահանգիստի ուղղությամբ արդեն տեղի է ունեցել, որտեղ որ ռուսներն էին փորձում ինչ-որ բաներ մատակարարել նաև դեպի Իրան։ Այսինքն Իրանի համար իհարկե Ռուսաստանի մատակարարումները կենսական նշանակություն ունեն, զենքի մատակարարումները կարող է սահմանափակվի կոնկրետ Կասպից ծովով եւ սահմանափակվի հարվածների շնորհիվ եւ սահմանափակվի կոնկրետ ուրեմն Ադրբեջանով իր տարբեր պատճառների շնորհիվ ազդեցության նկատի ունեմ այդ թվում խոսքին Իսրայելի ազդեցության Ադրբեջանում։ Ռուսաստանը պատկերացնում է, որ Վրաստանը, որը ինքը հիմա ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու շնորհիվ վերահսկողության տակ է վերցրել, եթե Հայաստանն էլ վերահսկողության տակ վերցնի, ապա այդ դեպքում ինքը կապահովի շղթան եւ ակնհայտ է, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իսրայելը Հայաստանի տարածքում հարվածներ չեն հասցնելու։ Այսինքն դա կլինի անվտանգ ճանապարհ, շատ ավելի անվտանգ, քան Կասպից ծովով կապը։ Ուստի մեզ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է, որ մենք դառնանք Ռուսաստանի եւ Իրանի միջև այդ կապը, իսկ հիմա կարող է որևէ մեկը ասի, բայց մենք դառնում ենք Թուրքիա եւ Ադրբեջանի միջև կապ։ Իրականում դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ թուրքական պետությունների միջև կապը ապահովելու միջոցով մենք ձեռք ենք բերում բալանսավորման հնարավորություն իրանց հետ հարաբերությունների, դա մեկ։ Երկրորդը Չինաստան-Եվրոպա Եվրոպայի եւ Ամերիկայի մուտքը կենտրոնական Ասիա նաեւ Հայաստանն է ապահովում, ինչը նշանակում է, որ Երևանի հետ խոսալու նպատակով պատրաստ են գալ Վաշինգտոնը, Բրյուսելը, Անկարան, Բաքուն եւ ուրիշ Պեկինը եւ իհարկե կենտրոնական Ասիայի պետությունները, այդ թվում կոնկրետ Ղազախստանը։ Եվ այստեղ է, որ մենք հետ են գալի նրան, թե ինչու է Հայաստանի իշխանությունները քննարկում հենց Ղազախստանի հետ համագործակցությունը, որովհետև Ղազախստանը կարողացել է զբաղեցնել միջին միջանցք կոչված միջազգային ծրագրում, որը գիտեք, որ անցնում է մեծ մասամբ անցնում է այսպես Չինաստան, Ղազախստան, Կասպից ծով, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա եւ հետո ուրիշ ուղղություններ։ Եվ հիմա Վրաստանում ռուսամետ իշխանությունների ֆոնին եւ Ռուսաստանի այստեղ աճող ազդեցության ֆոնին Միացյալ Նահանգները հետաքրքրված են ձևավորեն այլ ընտրանքային ճանապարհ, որը կոչվում է TRIP։ Եվ այդ TRIP-ի ծրագրի ներքո Միացյալ Նահանգները վերահսկողություն են վերցնում միջին միջանցք կոչված ծրագրի վրա, որը չինական ազդեցությունից անցնում է դեպի ամերիկյան ազդեցություն։ Հայաստանի համար այստեղ կարևորագույն նշանակություն ունի այն, որ ամեն ինչ չշրջանցի Հայաստանը
եւ ինչպես նախկինում է դա եղել եւ անցել է Վրաստանի տարածքով, այլ նաեւ կարողանա իր դերը ունենալ եւ թրիփը այստեղ հենց այդ ծրագիրն է։ Մի կողմից դա ապահովում է այն, որ որևէ ճակերտներում Զանգեզուրի միջանցք չկա էքստրատերիտորիալ եւ չի կարող լինել։ Մյուս կողմից ապահովում է այն, որ Հայաստանը փոխշահավետ տրամաբանության մեջ է մնում Թուրքիա-Ադրբեջանի հետ, այլ ոչ թե հակամարտության եւ առճակատման տրամաբանության։ Սրանով Ղազախստանը կենտրոնական դեր է խաղում լոգիստիկ կապերի ուղղությամբ եւ հիմա մենք ձեր հետ միասին կքննարկենք մանրամասները այս լոգիստիկ կապերի զարգացման եւ հնարավորությունները, նաև հետաքրքիր տեղեկատվություններ եմ ձեր համար պատրաստել, թե արդյոք կարող է Ղազախստանը այս դերը կատարել, թե ոչ։ Միջև անցնելը հարգելի այնակիցներ այդ մասին, ուզում եմ ձեզ կոչ անեմ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվեք եւ միացեք ալիքին դառնալով անդամ կամ անգլերեն տարբերակում join եւ դրանով կստանաք նաեւ հավելյալ վերլուծությունների հանդեպ հասանելիություն, իսկ այն պետություններում, որտեղ որ այդ հնարավորությունը միանալու YouTube-ը դեռ չի ակտիվացրել, այդ թվում Հայաստանում դեռ չկա այդ հնարավորությունը, դուք կարող եք նույն ձև մեկնաբանությունում, առաջ մեկնաբանությունում նշած կամ նկարագրությունում նշած Patreon-ի իմ էջի շնորհիվ նաև ստանալ այդ հասանելիությունը հավելյալ վերլուծություններին, եւ դա շատ կարեւոր է ալիքի հետագա զարգացման համար։ Բացի դրանից, հարգելի այնակիցներ, հիշեցնեմ ձեզ, որ մենք ձեր հետ միասին վաղը, ուրեմն կիրակի օրը, մարտի 29-ն է, Երևանի ժամով ժամը 9-ին երեկոյան, կունենանք ուղիղ եթեր, որտեղ որ հարց եւ պատասխանի ձևաչափով մենք կքննարկենք ձեր հետ միասին բոլոր ձեր համար կարևոր հարցերը։ Վերադառնալով կարևոր այդ հարցին, պետք է ասենք, որ իհարկե վարչապետ Փաշինյանի այդ առաջարկությունը շատ կարևոր դեր ունի եւ պետք է հաշվի առնենք, որ խոսքին սպասել մինչեւ 2038 թվականը այս դեպքում Հայաստանի համար շատ լուրջ խնդիրներ կպարունակեր, հաշվի առնելով, որ այդ կոնստիտուցիոն պայմանագիրը 30 տարով է կնքված։ Ուստի սա փաստացի պետք է ասել, որ տեխնիկական առումով Ղազախստանի Թեմիր Ժոլի է կոչվում այդ երկաթուղին, Եվրասիայում խոշորագույն երկաթուղիների կառավարման համակարգն է եւ ամենահետաքրքիրը այն է, որ ինքը նաեւ տարբեր կառավարման, այսինքն ինտեգրված համակարգներ ունի, բազմաշերտ, դա շատ կարեւոր է նաեւ, երբ մենք խոսում ենք իրական հնարավորության մասին, արդյոք իրանք կարող են թե չէ սպասարկել հայկական երկաթուղին, լիովին ինտեգրված օպերատոր է, դա նշանակում է ենթակառուցվածքներ, բեռնափոխադրում, ուղևորթափոխադրում եւ լոգիստիկան, բոլորը այդ ամենով զբաղվում է։ Աշխարհում ուրեմն ղազախական այս երկաթուղին բեռնափոխադրումների ծավալով աշխարհի 15 առաջատար երկաթուղիների ընկերությունների շարքում է եւ դա էլ նաեւ շատ կարեւոր է։ Բացի դրանից պետք է ասել, որ իրանք ուրեմն հազարավոր լոկոմոտիվներ եւ վագոններ են սպասարկում եւ կառավարում տարվա ընթացքում եւ ակտիվորեն ներգրաված են հենց միջազգային տրանզիտային այդ ծրագրի մեջ Չինաստան, Եվրոպա։ Իրանք այս պայծրությամբ նույն ղազախական համակարգը արդեն իսկ շահագործում են շատ ավելի մեծ եւ բարդ համակարգներ երկաթուղու, քան հայկականն է, եւ կարելի է ասել, որ իրանք շատ լավ նաեւ հասկանում են հետխորհրդային, հետսովետական երկաթուղիների ուրեմն այդ համակարգը, նույն չափսերը ունեն, համակարգները եւ չափանիշները, այդ ամենը շատ կարեւոր է։ Ուստի այդտեղից է գալի նաեւ այն, որ խոսքին Միացյալ Արաբական Էմիրությունների հետ կամ նույն եվրոպական պետությունների հետ այս առումով կնքել համաձայնություն կլիներ շատ բարդ եւ հաշվի առնելով այդ ամենը ղազախական կողմը այդտեղ նպատակահարմար է։ Բացի դրանից հիշեցնեմ ձեզ, որ Ղազախստանը արդեն Հայաստանի համար ռազմավարական, ավելի ճիշտ երկկողմ տրամաբանությամբ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կա։
եւ Ղազախստանը դարձել է առաջի պետությունը թյուրքական պետությունների կազմակերպությունից, ում հետ որ մենք կնքել ենք ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ, ինչը ի վերջո բերելու է նրան, որ մենք պետք է կարողանանք նաև այդպիսի գործընկեր ունենանք թյուրքական պետությունների կազմակերպությունում, որը ել ավելի հաշվի կառնի մեր շահերը։ Հիշեցնեմ ձեզ, որ իր ժամանակ էլ Ղազախստանը մեծ ներդրում է ունեցել, մեծ եւ շարունակում է ներդրում ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ։ Այսինքն, հարգելի հայրենակիցներ, մենք թյուրքական աշխարհը չպետք է պատկերացնենք միայն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այսինքն, թյուրքական աշխարհի մի գլուխը կարելի է ասել, որ այս կողմից դա Թուրքիան է, բայց երկրորդ գլուխը թուրքական աշխարհի դա իրոք Ղազախստանն է, իր նաև լրջագույն հնարավորություններով։ Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք, որ խոսքի նույն Ուզբեկստանը շատ ավելի մեծ բնակչություն ունի, խիտ, բայց եթե մենք նայում ենք զուտ տնտեսության մակարդակին, ապա Թուրքիայի տնտեսությունը 1.3 տրիլիոն դոլար է, իսկ Ղազախստանինը իրոք շատ ավելի փոքր համեմատ Թուրքիայի հետ, բայց թյուրքական պետությունների կազմակերպությունում զբաղեցնում է երկրորդ տեղը 300 միլիարդ դոլար։ Այսինքն, ճիշտ է 1 տրիլիոն տարբերություն կա իրանց ՀՆԱ-ի ուղղությամբ, բայց նույն Կենտրոնական Ասիայի ՀՆԱ-ն հիմա նայենք 300 միլիարդ Ղազախստանը, 115 միլիարդ Ուզբեկստանը, 65 միլիարդ Թուրքմենստանը եւ 17 միլիարդ Ղրղստանը։ Այսինքն նույն մեկ Ղազախստանը փաստացի ունի շատ ավելի շատ ՀՆԱ, քան Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Ղրղստանը միասին 200 միլիարդ է իրանց մոտ ստացվում, այդ երեք պետության մոտ Ղազախստանը ունի 300 միլիարդ։ Եթե Ադրբեջանի հետ համեմատենք, Ադրբեջանինը 75 միլիարդ դոլար է ՀՆԱ-ն։ Մոտիկ է, Թուրքմենստանից մի փոքր ավել է, բայց Ուզբեկստանից պակաս։ Եվ այդ առումով նաև Ղազախստանը իր կարևոր երկրորդ ձայնն է այդ կազմակերպության մեջ, իսկ տարածքով առաջինը, եւ ուղիղ ասեմ, որ ՀՆԱ-ի ուղղությամբ Ղազախստանը ունի հնարավորություն մոտակա տարիների ընթացքում շատ ավելի մոտենալ Թուրքիային այլ իր ցուցանիշներով։ Պետք է ասել, սահմանափակումները հետևյալն են, իհարկե, որ հայկական երկաթուղին ուղիղ կապ չունի ղազախական երկաթուղու հետ, բայց այդտեղ, եթե Ղազախստանը իր դրական ներդրումը ունենա հայ-ադրբեջական հարաբերությունների կայունացման ուղղությամբ եւ եթե կոնսենսիոն Իրան պայմանագիրը փոխանցենք, ապա կարծում եմ ել ավելի շահագրգռված կլինի Ղազախստանը այդ ուղղությամբ, որ ջանքերը իր ուղի, փաստացի Ադրբեջանի միջոցով Ղազախստանը կկապնվի Հայաստանի հետ եւ ղազախական երկաթուղին նաեւ հենց Կասպից ծովով, այսինքն հենց այդ միջին միջանց կոչված տրամաբանությամբ եւ դրա համար անհրաժեշտ է իհարկե, ինչպես ասացի, Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնումը, որը պետք է տեղի ունենա եւ եթե Ռուսաստանը դա չի անում եւ պատրաստ չի անել, ես կարծում եմ վարչապետ Փաշինյանը մոտակա ժամանակահատվածում դա կպարզի իր այցի ժամանակ Ռուսաստան, ապա Ղազախստանը իհարկե կարող է օգնել մեզ եւ ինքը կարող է վերականգնել այդ երկաթուղային կապը եւ դրանով կարող ենք լուծել այդ հարցը, շատ կարևոր հարցը։ Երկրորդ հարցն է իհարկե, որ հայկական երկաթուղին ունի անհրաժեշտություն ներդրումների եւ այդ առումով Ղազախստանը կարող է ինչ-որ ներդրումներ անել, բայց հնարավորությունները սահմանափակ են ընդհանուր առումով, պետք է նաև տեսնել, որ հենց երկաթուղին սկսի էլ ավելի մեծ դեր ունենալ, այսինքն Ղազախստանը տեսնի, որ նույն միջին միջանցքում այս երկաթուղին աճող դեր ունի Ղազախստանի համար Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա այս կապը նաև կենսական եւ կարևոր է, դա ավելի մեծ պատճառներ կստեղծի, որ ներդրումները աճի կոնկրետ հայկական երկաթուղու ուղղությամբ։ Իհարկե, Ղազախստանի համար այս հարցը առաջի փուլում դա աշխարհաքաղաքական է, որովհետև թյուրքական պետությունների միության
ուրեմն այդ թուրքական պետությունների կազմակերպության անդամների միջև կապ կարա ապահովել եւ իր դերը աշխարհաքաղաքական աճեցնի, բայց մյուս կողմից դա նաեւ տնտեսական բաղադրիչ ունի ապագայում։ Ղազախստանը, ինչպես արդեն ասացինք, ունի տեխնիկական դրա հնարավորությունները, ունի դրա փորձը, համակարգները նույնն են, հետսովետական են, ինչը նաեւ դրական է։ Ղազախստանը իր դերը կարող խաղա նրանում, որ բացվի Թուրքիա եւ Ադրբեջանի հետ երկաթուղային կապը, ինչը նաեւ կօգնի այդ գործընթացներին։ Անհրաժեշտ է քաղաքական որոշում Ռուսաստանի կողմից, բայց Հայաստանը անհրաժեշտության դեպքում կարող է, այսպես ասեմ, ուրիշ ճանապարհով էլ գնալ եւ դա նաեւ օրակարգում կա։ Միջին միջանցքը իր օրակարգը իհարկե ունի այստեղ եւ Չինաստանի համար էլ Ղազախստանը կարող է ընդունելի տարբերակ լինի, նույն Ամերիկայի եւ Եվրոպայի պետությունների համար էլ կարող է այսպիսի ամենաօգտակար տարբերակը լինի։ Ուստի ես կարծում եմ քաղաքացիական պայմանագիրը Հայաստանի իշխանությունները, կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը, վարչապետը անցկացրել են բավական լուրջ աշխատանք այս առումով եւ Ղազախստանի այս ուղղությամբ այս առաջարկը ինքը արդեն լավ պատրաստված, ճիշտ հիմք ունեցող եւ Հայաստանի շահին համապատասխանող առաջարկ է։ Ես հուսով եմ, որ այս գործընթացը արագ կշարժվի առաջ, կարծում եմ, որ մինչև ընտրություններ որոշումներ չի լինի, բայց ընտրություններից հետո արդեն միանգամից Ռուսաստանը եթե չի պատրաստվում վերականգնել այդ երկաթուղու հատվածները, ապա Հայաստանը ուրիշ տարբերակ պետք է չի ունենա եւ պետք է խախտի այդ կոնստիտուցիոն պայմանագիրը, ավելի ճիշտ Ռուսաստանը խախտել, մենք կասեցնենք եւ օգտագործենք արդեն այդ պայմանագիրը այն նպատակով, որ հետո արդեն այդ ուրեմն փոխանցենք Ղազախստանին, ինչ պայմաններով դա պետք է քննարկվի արդեն պատշաճ մարմինների շնորհիվ եւ միջոցով եւ կարողանանք հասնել նրան, որ հայկական երկաթուղին սկսի նաև իր կարևոր դերը կատարել եւ ինչքան շուտ, այդքան լավ, համարում եմ, որ այս թեման շատ կարևոր է։ Շնորհակալ եմ հարգելի այնակիցներ ուշադրության համար, կարծում եմ, որ հետաքրքիր եւ կարևոր հարց ձեր հետ միասին քննարկեցինք, կհանդիպենք, ցտեսություն։ Վաղը կհանդիպենք ժամը 9-ին ուղիղ եթերի ընթացքում։